Մեզի միշտ հայրենի տասկ ուդար ինքը։ Այնադեն տելեֆոն չի գար։ Միայն ծևը նամակ գրել էր։ Ուրեմն ես նամակ գրեցի անգլերենով, նամակս վերադարձուց։ Դա գրելով ինձ հայրեն գրե։ Այդ նամակը որ կստանար սրբակրեր եւ մեզի մեր նամակը ետ վերադարձներ։ Արավել իր նամակը։ Իր նամակի մեջ պատկամներ կար միշտ, որ այսպես եղեք, ասանք եղեք, անանք եղեք մինչև վերջ։ 1920 թվականի հոկտեմբերի 20-ին Ադանա քաղաքում Վարդի Վարուզունյանի եւ Ռեբեկա Կոստանյանի ընտանիքում ծնվեց Արուզավակ։ Նրան անվանեցին Հայկաշեն։ Ծնողները չէին էլ կարող պատկերացնել, որ Հայկաշենը դառնալու է այն անհատը, ում անունը համահայկական իրականության մեջ շատ բարձր է հնչելու։ Հայկաշեն Ուզունյանը մեր խոշորագույն ազգային քաղաքական հասարակական գործիչ էր։ Բացառիկ ունակությունների, մեծագույն խելքի, զսպվածության, համեստության, իմաստության խորհրդանիշ։ Հայկաշեն Ուզունյանը սփյուռքահայ հայտնի հասարակական, քաղաքական, մշակութային մի գործիչ է, որին դժբախտաբար շատ քիչ են ծանոթ Հայաստանում։ Որբերի սերունդ կոչված կա։ Ծայրահեղ աղքատությունից գրթության եւ աշխատանքի շնորհիվ բարձրացած, որոնք փոխեցին ամբողջ ուրեմն մեր սփյուռքահայության, մեր հայության ճակատագրում մեծ դեր կատարեցին հետագայում չարքաշ սերունդ։ Ասկային հարցերում միշտ պատասխան ուներ, բայց քուքապարը դագահարցներ։ Տարված էր որոշ կուսակցական աշխատանքով, բայց դա միշտ հայակենտրոն էր, հայաստանակենտրոն էր։ Ինքը կարիք ուներ լսարանի, որ իր փորձը փոխանցեր։ Եվ ես իսկապես մեծ ակնկալիքով ոգեորությամբ լսում էի, որովհետև նրա եւ փորձառությունը, կենսափորձը եւ գիտելիքները մի ամբողջ կյանք է։ Նրանից կոմպլիմենտ, գովեստի խոսք եւ այլն չի լսի։ Ինքը շատ խելոք էր։ Ինքը ամիջապես մարդկանց ճանաչում էր եւ նաեւ ծայրաստիճան գործնական էր։ Ինչպես ասում են, չէր լղոզում, չէր խնայում, հաճախ իր խիստ գնահատականները այս կամ այն քաղաքական երևույթի նկատմամբ երբեք չէր թաքցնում, խոսքը շատ հստակ էր ասում, նույնիսկ եթե գերագույն ղեկավարների հետ էր հանդիպում։ Այցելություններից մեկի ժամանակ առաջին ինձ համար ես հարց ուղղեցի ընկեր Ուզունյան կցանկանաք որպեսզի հանդիպում կայանա հանրապետության նախագահի հետ այլ ղեկավարների եւ գիտեք նա ինձ շատ կարճ եւ շատ կոռեկտ պատասխանեց նման պատասխան ես ասեմ դες անկեղծորեն երբևէ չեմ լսել ասեց շնորհակալություն բայց կարծում եմ որ նրանք շատ զբաղված են չարժի Հաստական հարաբերության ժամանակ լավ շատ խիստ էր։ Իր ուսակցական այդ խիստ վերաբերմունքը բխում էր իր աստական վերաբերմունք։ Չէր խնայել եթե սխալ կատարես։ Ես մենք շատ մոտ չենք եղած մեր բաբա։ Նախ մենք շրոթի եղած ենք երկար տարիներ։ Անշուշտ գվերաթարնայինք դուն դարեգան երկու անգամ մինչև Եթովիա գվերաթարնայինք ու գերտայինք ու կայինք։ Ինքը միշտ աշխատեր։ Շատ ժամանակ չդրամատրեր մեզի, բայց ինչ որ ժամանակ դրամատրեր հայության մասին էր, մեր գրթության մասին էր։ Հայկաշեն Ուզունյանի ազգային ինքնությունը պահպանող տեսակը ձևավորվեց Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունում։ 1933 թվականին ավարտելով այն, նա ուսումը շարունակեց Բեյրութի Սուրբ Ժոզեֆի անվան ֆրանսիական համալսարանում, 1947 թվականին ստանալով ինժեներ-շինարարի մասնագիտություն։ Միջազգային ճանաչում ստացած ինժեներական մտքի կրող երևելի հայի գործունեության առանցքը հայապահպանությունն էր եւ ազգային հարցերը։ Լավ համալսարան գնաց, engineering գրած էր, վերջնալ բարեգործական, նույն այդեն բարեգործականի մեջ ինքը աշխատեցավ։ Իրեն առաջին դպավորությունը, երբ որ իրեն երդասարդ 27 տարեկան Փարիզ խրկեցին, իբր գուսակցական, եւ հոնդեղ ինքը ծանոթացավ Արշակ Չոբանյանը։ Եվ այդ Ֆրանսա եւ Արշակ Չոբանյանը իրեն համար ադիգա մեծ դպավորություն ցկած էր։ Եվ անգե իբր Ֆրանսան շատ կսիրեր ինքը։ Եվ կացին վերջը Ֆրանսա ապրեցան 20 տարի։ Նա մարդկանց հետ հարաբերություններ ձևավորելու բացառիկ տաղանդ ուներ, շատ էր սիրում հատկապես երիտասարդներին, տալիս էր նրանց խորհուրդներ, պատգամներ
կիսվում իր փորձով ու գիտելիքներով։ Ուզունյանը իր այս որակների շնորհիվ կարևոր դեր է ունեցել շատ երիտասարդների կյանքում, առաջնորդելով նրանց տարբեր ոլորտներում։ Մեր առաջին հանդիպումից հետո, ասեմ, որ շատ մտերիմ, նույնիսկ ինչ-որտեղ ընտանեկան ջերմ հարաբերություններ ձևավորվեցին եւ այդ օրվանից ի վեր բազմաթիվ անգամներ հանդիպել ենք եւ ամեն հանդիպումը, ամեն հաջորդ հանդիպումը շատ ավելի հետաքրքիր էր, շատ ավելի բովանդակալից, կարծես լրացնում ենք այդ բաց տուփերը, գիտելիքի, հիշողության պակասը, ես նրանց կլանում էին իր ամբողջ բոլոր պատմությունները եւ Ռամկավարազատական կուսակցության եւ Թեքեան մշակութային միության վերաբերյալ եւ իհարկե Հայաստանի Սփյուռքի պատմության հետ կապված։ Նրա գործունեությունը նպաստեց, որպեսզի հայությունը համախմբվի որոշակի գաղափարների, ճիշտ գաղափարների շուրջ, հայամեծ գաղափարների, ավելի լայն գաղափարների շուրջ, ինչը բնականաբար մեզ համար շատ կարևոր էր։ Երբ ընդունվեցի Զարթոնք թեստի խմբագրություն, Գերսա Մահարոնյանի խմբագրապետի օգնական որպես, այնուհետև առիթ ունեցա նաև ծանոթանալու։ Բայց ասեմ, որ նա դեմքով բավական խիստ անձնավորություն, թվում էր, որ անմատչելի մարդ։ Բեյրութում իր համախոհ Ռամկավար ընկերների հետ 1947 թվականին հիմնադրեց Թեքեան մշակութային միությունը, որը կարևոր դերակատարում ունեցավ հայկական Սփյուռքի պատմության մեջ։ Շուրջ 50 տարի նա եղել է Ռամկավար ազատական կուսակցության Թեքեան մշակութային միության հեղինակավոր ղեկավարներից մեկը։ Հայկաշեն Ուզունյանը մեկն էր այն նվիրյալ Սփյուռքի մտավորականներից, որը 1947 թվականին Վահան Թեքեյանի մահվանից 2 տարի անց եղավ Թեքեան մշակութային միության հիմնադիրներից մեկը։ Իմ ինքն քայրս աներ կուսակցական ինքը գնքեց ինձի միշտ կխրադեր չլա որ մդի գնեք ցեզի շատ կնան մոդեցումներ կլան ամեն ցևով միշտ բան եղեք որ ասիգա ասկային heritage ոչ թե իբրև շենք իբրև պատմություն 93 թվականին Հայաստան վերադարձա հաստատվելու համար նա էր նախաձեռնողը որ ես վերադառնամ Հայաստան եւ հաստատվեմ Հայաստանում որտեղ եւ մշակութային եւ հասարակական եւ քաղաքական գործունեություն ծավալելու Ռամկավար ազատական կուսակցության շարքերում այնպես որ Հայգաշեն Ուզունյանը ինձ համար իսկապես մի ղեկավար է որը իմ կյանքում էական եւ կարեւոր դերակատարություն ունեցավ 1953 թվականին ընտանիքով կնոջ եւ դստեր Թալինի հետ տեղափոխվել է Ադիս Աբեբա, որտեղ նա ծավալել է ձեռնարկատիրական գործունեություն։ Բազային կրթությամբ մաթեմատիկոս էր։ Շատ երիտասարդ տարիներին նա դասավանդել է Բեյրութում, հետագայում զբաղվել է բիզնեսով, մասնավորապես Եթովպիայում, որտեղ առավել խոշոր մեր կառույցներն էին գտնվում, կաշվի գործարանները, մինչև Եթովպիայի հեղափոխությունը։ Ընտանեկան հարցերում Ուզունյանը խստապահանջ էր եւ կարեւորում էր ընտանիքում ազգային արժեքների դերը եւ դրանց պահպանումը օտար միջավայրում։ Նա մշտապես պայքարում էր լեզվի ավանդույթների, սովորույթների պահպանման համար։ Ես կուզեի Ամերիկա երթալ համասարան, չցկեց ինձ, սա որ լիպանան պետք է կաս այլևս, որովհետև փնավ հայերեն չես գիտեր, գրեթե չես, ասիկ խոսեի հայերեն, բայց եւ փնավ հայերուն չէր ծանոթացած, պետք է լիպանան լավ համասարաններ կան, լիպանան գուկաս։ Ամենից որ լիպանան կացի եւ իսկապես ծանոթացա իմ ամուսինս, հայ ամուսինս։ Ինչքան գաղափար խոսք է մարդը եւ կսոստյամ այդքան ընտանիքի մարդը իր հասարակության սավագն է ունեին քիշադակներ իր հետը երբ որ weekend ասին շաբաթ կիրակի դուրսերը գերլայինք ինքը շատ կսիրեր ասանք նավագ ուներ որ գքագվեր բոլոր նավագը քագվեր բզիկ
դոպրագի մեջ գլար, վերջին կադիգա ետ գգազմեր բոլոր եւ լիջերու վրա գրնային կերսալատ նավակով իր հետը։ Աթի շադակ ունիմ։ Եթե ընտանիքիդ մեջ կրնաս լավ ընտանիքդ պահել, անգևերջը շատ ժամանակ կունենաս ասկային հարցերով զբաղվելու։ Օրը առանցին չժամփորդած։ Միշտ մորս հետ կացած, միշտ շատ հարկանք ուներ մորս եւ աշուշ մորս ընտանիքին, որով իրեն շատ լավ հոգ տարած էին, մեծ հայրս իրեն զավագի դեղ տարած էր։ Ամենս որ ես հատ գիշեմ, որ միշտ միասին էին, միշտ։ Եվ հոյագաբեր իրենց ամուսությունը։ Շատ հաճելի զույգ էին, հիասքանչ հայեր, հիասքանչ ծնողներ, խոսում էինք տարբեր բաներից, պատմություն, հայկական թեմաներ միանշանակ։ Ինքն էլ էր ոգյորում, ես զգում էի, որ իր աչքերի մեջ ինչ-որ փայլ կար, երբ զգում էր, որ իր պատմությունը դիմացինին հետաքրքրել է եւ դիմացինը կլանվել է իր պատմությամբ, ավելի ոգյորված էր պատմում։ Եվ անդադ Մարիկը հիշես, այսինքն իրենք միմյանց լրացնում էին միշտ։ Եկել էր դարձյալ Ուզունյան մրցանակը հանձնելու, բնական է Տիկի Մարին էլ հետներ, եւ այն կողմից Լևոն Ախվերդյանը եկավ մոտեցավ, որը Ուզունյան մրցանակի դափնեկիրներից էր։ Բարևեցինք եւ այլն, որից հետո Տիկի Մարի ձեռքը վերցրեց, այսպես ասպետական ձևով, որ համբուրի ձեռքը, ուրեմն մի քիչ երկար պահեց, բայց ձեռքի վրա սկսեց բացի էստի նայում էստեղ համբուրել եւ այլն։ Ուրեմն ես նայում եմ Հայկաշենի դեմքին, արդեն տեսնում եմ, որ ջղայնացել է։ Մի անգամ եւս համբուրեց, մեկ էլ տեսնում շատ երկար կհամբուրես Հայկաշենը։ Խանդի տեսարան է։ Կիպրոսում նավի վրա իրենք նշում էին Հայկաշեն Ուզունյանի եւ Մարի Ուզունյանի համատեղ կյանքի հոբելյանը բոլոր հրավիրատոմսերի մեջ գրված էր, որ որպես նմեր ուղարկե գումար, որով կկառուցվի Թեքեան կենտրոնը Երևան քաղաքում։ Իհարկե դա ոչ միայն այդ գումարներ են շատ, այլ բարերարներ կային եւ գոյություն ունեին, բայց մոտեցումը։ Մեր թեթը գտնում էր բավական ծանր վիճակում, կուսակցությունը նույնպես։ Պարտքեր էին կուտակվել։ Սա մոտավորապես 90 թերևս 5 թվական, 96 թվական, լավ չեմ հիշում։ Այդ օրերին Հայկական բարեգործական միությունը իր համագումարը անցկացրեց Երևանում։ Հայկաշենը բնականաբար եկել էր ու իրեն մոտեցանք, ասացիք, որ այսքան պարտք է կուտակված, ինչպես անենք եւ այլն։ Ուրեմն անխոս առանց որևէ բան ասելու միասին իջանք հիմա Մարիոթ Արմենիա հյուրանոցի առաջի հար։ Արմենիա հյուրանոցի ճում էին տեղավորվել բարեգործականի բոլոր, այսպես շեֆերը, հարուստների խումբը, այս այն, եւ դուրս էին գալիս ամեն մեկը ինչ որ որոշ ժամի ինքն էր ընտրել Հայկաշենը, այնտեղ կանգնեցինք։ Ընդամենը 20 րոպեում նա $18000 հավաքեց։ Այն օրերը, որ պարոն Հայկաշեն Ուզունյանը գրեթե շաբաթը երկուքը անգամ գուքար հոսքը նստեր, ես ալ հոնգը նստեի, կզրուցեինք ասկային հարցեր։ 1980-ից 2000-ական թվականներին նա հաստատվեց Փարիզում, որտեղ էլ շարունակեց իր ազգային համայնքային գործունեությունը։ Համայնքային աշխատանքների նվիրվածությունը նրան դարձրեցին Հայկական բարեգործական ընդհանուր միության ղեկավարության մաս, որտեղ աշխատեց որպես բարեգործական կազմակերպության փոխնախագահ լուսահոգի Ալեք Մանուկյանի հետ։ Բարեգործականի ուղն ու ծուծը գիտեր եւ ինքը նվիրված էր ամբողջությամբ բարեգործականի նրա դպրոցների գրթական համակարգի նրա վերջապես գործունեության երդասարտական գործունեությանը իրեն ադիգա կուսակցության մեջ բավական մեծ բավարարություն ցկած է վերջնա բարեգործականի մեջ իրեն արին բորդի մեջ եւ փոխնախագահ Ալեք Մանուկյանը իրեն շատ կվստահեր եւ Եվրոպայի պատասխանատու երին իրեն։ Անցել են տարիներ,
չկա ազգային գործիչների սերունդը, փայլուն սերունդը, բայց օրինակ այս Թեքեյան կենտրոնը Երևան քաղաքի այս շատ կարևոր տեղում չէր կայանա, չէր լինի այս շենքը, եթե չլիներ Հայկաշեն Ուզունյանը։ Հայկական որոշ շրջանակներ որոշել էին համայնքային ազգային կենտրոն ստեղծել Լոնդոնում։ Ինչը սակայն տարբեր պատճառներով չիրականացավ, բայց Հայկաշեն Ուզունյանը մեկն էր այն գաղափարի հեղինակներից, որ Հայաստանի անկախությունից հետո այդ համայնքային կենտրոնը շատ ավելի նպատակահարմար է եւ օգտակար կլինի ստեղծել անկախ Հայաստանում։ Սա խոսում է նաեւ նրա անսահման հայրենասիրության եւ բարձր ազգային գիտակցության մասին։ Երբ որ ես խմբագրում էի իր գիրքը, հատկապես դրա առաջի գլուխը Լատակիայի իրենց կյանքը Լատակիայում հայության վիճակը այնտեղ փողոցները եւ այլ գեղարվեստական բարձր մակարդակի գրողի հետ կարծես գործում էին։ Նոր Հայկաշենի եմ ծանոթացել իր գիրքը խմբագրելուց։ Շատ փայլուն գրիչ է ունեցել Մելքոնյան գրթական հաստատություն սովորելու տարիներին Մելքոնյանի կարծեմ այգ թերթում բանաստեղծություններ է գրել, հոդվածներ է գրել, արձակ էջեր ունի, 3 գրքի հեղինակ է, Մելքոնյան գրթական հաստատության վերաբերյալ հուշագրություն ունի, արմենական կուսակցության մասին մենագրություն ունի եւ նաեւ մի գիրք սփյուռքահայ հայտնի ականավոր գործիչների մասին, որոնց հետ ինքը ապրել եւ գործել է։ Երբեք չէր ասում իր նախընտրությունը ինչ, բայց միշտ ուզում էր որ դա լինի անցնի, այսպես բացարձակ անկողմնակալության մթնոլորտում։ Եվ այդպես էլ կար, Ուզունյան մրցանակի դափնեկիրներ բոլորն էլ արժանավոր մարդիկ են, արվեստագետներ, գրողներ եւ այլն։ Կրթությունը եւ գրականությունը Ուզունյանի ուշադրության կենտրոնում էին։ Մտավորականի նրա տեսակը այդ հարցում կանգ չէր առնում։ Նրա ձեռամբ 1966 թվականից ի վեր հայ գիրն ու գրականության լավագույն մշակներին շնորհվում է Թեքեյան մշակութային միության Հայկաշեն Ուզունյան գրական մրցանակը։ Անցած տարիներին նրա անվան մրցանակին են արժանացել Հայաստանի եւ Սփյուռքի մեր լավագույն մտավորականները։ Գրական մրցանակը, որ ինքը ստեղծել է, այդ գրական մրցանակից ուրեմն մրցանակները շնորհվել են Սփյուռքի եւ Հայաստանի շատ հայտնի գրողների, մտավորականների, մշակութային գործիչների եւ ես հույս եմ հայտնում, որ մի օր դարձյալ այդ մրցանակաբաշխությունը Հայկաշեն Ուզունյանի անվան գվերագենտանանա։ Իր գործունեության եւ կյանքի վերջին տարիներին Հայկաշեն Ուզունյանը որոշում ընդունեց եւ շատ ճիշտ որոշում ընդունեց, որ այդ մրցանակաբաշխությունը տեղափոխվի Հայաստան։ Անվանի գրական գործիչներից օրինակ Սիլվա Կապուտիկյանը, մեր գիտնականներից Աշոտը Մելքոնյան եւ շատ ուրիշներ արժանացան այդ մրցանակին։ Ամենայն բծախնդրությամբ զբաղվել է, հետամուտ է եղել հայ կրթօջախների պահպանման գործին Սփյուռքում, կարևորելով եւ հասկանալով դրանց կարևորությունը հայության կյանքում, հատկապես Սփյուռքի տարբեր գաղթօջախներում։ 2000 թվականից հաստատվելով Կիպրոսում նա շարունակեց իր ազգային գործունեությունը, կուսակցական գործեր, գրական գործունեություն, հայրենիք Սփյուռք կապ։ Իդեպ վերջինս բոլոր ժամանակներում նրա համար գլխավոր տեղում էր եւ առավել քան կարևոր։ Ինչու՞ ցերզաբակները Մելքոնյան չղրգեցիք, հորս կհարցնեին, երբ որ ես դեռ փոքր էի եւ դիրեկտայի քշրոտիկ, դեռ առաջվա վիճակի մեջ էր Մելքոնյանը, ուրեմն մեկ սրահի մեջ ամբողջ աղջիկները մեկ սրահի մեջ լման ամբողջ տղաք, ուրեմն պատրաստ չէր շենքը։ Շատ էր կարևորում հայկական դպրոցների գոյությունը Կիպրոսում եւ կիպրական իշխանությունները այն փոքրաթիվ ուրեմն երկրներից են, որտեղ լիովին հայկական դպրոցը ֆինանսավորվում է պետության բյուջեով։ 2000-ականներին, երբ հայտնի դարձավ, որ պետք է փակվի Կիպրոսի Մելքոնյան հաստատությունը, սկսվեցին Ուզունյանի համար ամենաբարդ ժամանակները։ Այդ հայտարարությունը տակնու վրա արեց Մելքոնյանի երբեմնի նվիրյալ շրջանավարտին եւ նա դարձավ հաստատության պահպանման համար մղվող պայքարի առաջամարտիկը։ Իրենից անկախ կամ իր կամքի հակառակ այն ժամանակվա ղեկավարությունը բարեգործականի վաճառքի հանեց, ավելի շուտ փակեց նախ Մելքոնյան հաստատությունը։
Ես ինքս ներգրաված եղա ինչ որ չափով փորձելով կարգավորել այդ հարաբերությունները բարեգործական կենտրոնակայանի եւ Կիպրահայության միջև արտգործնախարար այդ ժամանակ ինքն էլ ակտիվորեն փորձում էր ներգրաված էր այս գործունեության մեջ։ Ցավոք սրտի արդյունքի չհասանք եւ արդյունքը կրկնակի վատ եղավ։ Եթե նախատեսում էր Մելքոնյանը փակել եւ այդ գումարները օգտագործել Հայաստանում կամ Արցախում, արդյունքում դա չստացվեց, բայց միևնույն է դպրոցն էլ կորցրեցինք։ Կրնալալ որ ավելի շուտ Մելքոնյանի հարցը կոչվեր բանգլար, բայց իրեն պատճառավ, որքան ադեմ որ ինքը գապրեր, որովհետև դարիներով բարոն Հայգաշյան Ուզունյանը Կիպրոս ապրեցավ։ Անիկան մեծ թեր խաղացավ։ Մի քանի հոդված գրեց Մելքոնյանի փակման եւ վաճառքի հանելու դեմ։ Եվ դրանով արդեն այն ժամանակվա բարեգործականի ղեկավարության ինչ որտեղ աչքի փուշը դարձավ, բայց նրանք այնպիսի մեծ հեղինակություններ վայելում Հայգաշյանը, որ չէին կարող բաց նրա դեմ խոսել գրել եւ այլն, բայց դժգոհ էին, որ այդպիսի մարդը իրենց այդ վատ արարքին առաջ աչք չի փակում։ Կիպրոսի կառավարությունը այդ ժամանակվա շատ գործուն քայլեր ձեռնարկեց, շենքը դասելով իբրև պահպանվող պատմական կառույցներ, իսկ ամենաարժեքավոր մասը շենքի հենց առջևի հին շենքերն էին, որի վրա աչք ունեին մի շարք գործարարներ, որ նախատեսում էին այդտեղ քանդել, կառուցել բնակարաններ, շենքեր եւ մեծ շահույթ ստանալ։ Ամենավերջին ամենամեծ գործը եղավ Մելքոնյանի այդ շինարարությունները, երբ որ մասը հողեն ծախեցին եւ ադիգա իրեն վերջեցին, որ ինչու ցուկալ ծախեցիք հողեն մասը, բայց ծախեցին հողեն մասը, որովհետեւ շենքեր շնեն հողին վրա եւ այդ եկամուտաբեր շենքը շնբեցավ։ Դա բացառիկ ուսումնական հաստատություն է, որը հայեցի կրթություն էր տալիս հարյուրավոր տարիների ընթացքում հազարավոր հայորդիներին, որոնք հետագայում առանց ոչ մի խնդրի ընդունվում էին աշխարհի լավագույն համալսարանները եւ ամենատարբեր երկրներում դառնում նշանակալից եւ կարեւոր մարդիկ։ Եվ անշուշտ երբ որ կոց փակվեցավ, ինքը ողջ էր, երբ որ փակվեցավ Մելքոնյանը, իրեն ադիգա մեծ ցավ էր, շատ մեծ ցավ էր եւ մինչեւ այսօր գիտես վիճակը Մելքոնյանի բամը չի եղած։ Այդպես մնացած են շենքերը։ Նրա շնորհիվ է, որ այդ հարցը դեռևս հնչեղ է եւ դեռ շարունակում են այդ ուղղությամբ աշխատանքները եւ հուսանք, որ նրա ցանկությունը մի օր իրականություն կդառնա եւ կրթական հաստատությունը կրկին կվերաբացվի։ Դա մեծագույն հարված է ազգային ինստիտուտներին, ազգապահպանման գործին եւ այստեղ ես չեմ ուզում առանձնացնեմ Հայաստանը եւ Սփյուռքը։ Եվ այսօր մարդ չկա, որ Մելքոնյան ավարտած է, որ չգիտեր ով է Հայգաշյան Ուզունյանը։ Նրա մահվանից հետո նրա էության մի մասնիկը եւս հանգրվանեց Թեքեյան կենտրոնում, այն է Լառնակայից իր անձնական գրադարանը իր ընտանիքի նախաձեռնությամբ, մասնավորապես նրա դստեր Թալին Ավագյանի նախաձեռնությամբ, Հայգաշյան Ուզունյանի գրադարանը ամբողջապես եկավ Թեքեյան կենտրոն, դա նրա ցանկությունն է եղել եւ կարծում եմ արժանի տեղ գտավ այստեղ Թեքեյան կենտրոնում եւ մեզ համար հատկապես դա շատ մեծ պատիվ է։ Արդեն մի քանի հազար կտոր գիրք եւ ամսագրեր կային այնտեղ, կայացված էին Սփյուռքի տարբեր տարիների բազմապիսի հրատարակություններ, պարբերականներ, շատ ներկայացուցչական է այդ գրադարանը։ Հայությունը եւ հայրենիքը շատ էսի։ Եկեղեցին եւ մայրաթորը շատ էսի։ Իր կարծիքների մեջ անգդրում է, բայց ոչ թե այդպես բարձրապես իր կարծիքներ։ Լավ ուսումնասիրում էր ամեն հարց, ամեն երևույթ եւ եզրակացության հետ կարիչ եւ անգդրում էր Որքան ադեմ որ հայու հետ կապ ունենար, աղքատ է, հարուստ է, տքեդ է, Pane ամենուն հետ կփանելար, բայց վերաբախություններ ուներ։ Հանդիպում էր, խոսում էր, զրուցում էր այն մարդկանց հետ,
որոնց հետ գործնականում կարող էին օգտակար լինել ազգային ամենատարբեր ծրագրերի կատարման համար։ Հաջող իր առաջնորդող խոսքը, քաղաքական վերլուծական միտքը շատերի համար թվում էր, որ ինքը հախուռն է եւ շատ արագ որոշումներ է ընդունում, բայց վերջում բարձվում է, որ իր որոշումները միանգամայն ճիշտ էին եւ դեղին էին։ Անպեգանելի իրենց խապարիու են։ Ես համոզված եմ, որ իր հասկացողությունը միշտ իննված հայրիկյան եղել, իննված մայրաթորի եղել, իննված հայրենիքի եղել։ Ես ներշնչվել եմ իր գաղափարներով եւ ինձ համար եղել է ինքը իսկապես մի հատուկ կերպար։ Ամեն ցեվով օգտակար եղավ Հայաստանի եւ նույն ադեմ Զվիցերիո համայնքին, Անգլիո համայնքին, Կիպրոսի համայնքին։ Միշտ հաճելի է խոսել քեզանից խելացի մարդու հետ, ով ունի հսկայական փորձ, ով ունի կյանքի պատմություն, ունի պատմելիքներ, ունի ասելիքներ, Երանի հնարավորներ իր հետ հարցազրույցներ անցկացնել, ժամանակին տեսագրել, ձայնագրել։ Հայաստան ուղարկելու ժամանակ ինձ խորհուրդ տվեց, որ միշտ պետք է հավատալ եւ գաղափարներին եւ քաղաքական ուղղության հավատարիմ լինել։ Իմաստուն, շատ խելոք, զուսպ, ներքին մեծագույն ուժ կար այդ մարդու մեջ։ Որպես նշանավոր հասարակական գործիչ, Հայկաշեն Ուզունյանը արժանացել է Հայաստանի Հանրապետության պետական պարգևների, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ պատվոշքանշանի եւ Ալեք Մանուկյան պատվավոր մրցանակի։ 2006 թվականին Հայկաշեն Ուզունյանը պարգևատրվել է Հայաստանի Թեքեան մշակութային միության բարձրագույն պարգևով Ադամանդակուր Արարատ շքանշանով։ Հայկաշեն Ուզունյանը իր օրինակով մեզ ապացուցեց, որ դրսում ապրել դեռ չի նշանակում մոռանալ հայրենիքն ու ինքնությունը, նա դարձավ կամուրջ ժողովուրդների, ժամանակների եւ սերունդների միջև։